Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին։ Բարև ձեզ, պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, Գյումրիի թիմ ընտրություններից արդեն 3 օր է անցել, բայց երրորդ տեղը զբաղեցրած տեխնացուն Մարտուն Գրիգորյանը առ այս պահը չի հայտնել իր դիրքորոշումը կաջակցի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու հարցում, թե ոչ։ Ինչով եք պայմանավորում արդեն խորհրդավոր դարձող այս լռությունը եւ այն ինչ կուլիսային process-ների մասին է վկայում ձեր դիտարկմամբ։ Դե իմ պատկերացմամբ գնում է քաղաքական մեծ առևտուր, ինչպես միշտ, դրա վերջնական արդյունքները դեռ պարզ չեն, դրանով է պայմանավորված, որ այսքան ձգձգվում է, ու նաև պետք է հաշվի առնել, որ Մարտուն Գրիգորյանը ներկայացնում է ոչ միայն իրեն, այլ ներկայացնում է նաև Սերժ Սարգսյանին, այսինքն այդ քաղաքական առևտուրը նաև տեղի ունենում Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ։ Այսինքն Սերժ Սարգսյանն է հիմնականում որոշելու, թե ինչպես կզարգանան այս process-ները, թե առավելապես գիտեք ոնց է, Մարտուն Գրիգորյանի ճակատագրի մասով որոշակիորեն, ոչ ամբողջական իհարկե, բայց որոշակիորեն, պարզ է մնացածի առումով իհարկե չէ։ Արդեն իսկ կարծիքներ կան, որ եթե այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբումը կայանա, ապա նա կձերբակալվի, նրան վերագրվող ձայնագրության առնչությամբ արդեն քրեական բարույթ է նախաձեռնվել։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը կգնա Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ճանապարհով, եւ եթե գնա նա կմարսի դա։ Գիտեք ոնց է, իսկ որ ասում են կձերբակալի Վարդան Ղուկասյանին, իսկ մնացածին չի կարող ձերբակալել։ Ամենահավանական հավատացեք, որ եթե Նիկոլ Փաշինյանին պետք լինի, որպեսզի ինքը կարողանա ԿՊԱ-ական տեխնացուին դարձնել քաղաքապետ, ինքը կձերբակալի ցանկացածին։ Այստեղ հարցապետ կլինի, թե պետք չլինի։ Չէ, խնդիրը թե ինչ ճանապարհով իրանք կփորձեն դարձնել քաղաքապետ իրենց տեխնացուին։ Թե չէ խոսել, նայեք, Վարդան Ղուկասյանին կձերբակալի, չէ, դա ակնհայտորեն պայմանավորված է որոշակիորեն Սերժ Սարգսյանի խաղերով։ Իսկ ինչ այդ նույն ձևով չի կարող ձերբակալել, ասեմ, Մարտունին, այդ հոր տղայի վրա, կողմնակիցների վրա քրեական գործեր կան, ճիշտ է։ Այո, ձերբակալվել ազատ էին արձակվել ընտրություններից առաջ։ Չի նշանակում, որ վերաքննիչը խափանման միջոցը չի փոխի կալանքի։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը եթե պետք լինի, ինքը ցանկացածին, ինչպես պրակտիկան ցույց է տալիս, ասենք Վանաձորի դեպքերով, Գորիսի դեպքերով ինքը կարող է ձերբակալել եւ դրանից չի խորշի։ Դա իրեն ստրատեգիայի մի մասն է։ Իսկ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Գյումրին կորցնել, թե ամեն գնով կփորձի իր տեխնացուին նստեցնել քաղաքապետի աթոռին, ինչպես նշեցիք։ Նայեք, ըստ իրավիճակի ինքը կգործի։ Կապված է, թե դու դրա վրա ինչ ռեսուրս ես ներդնում եւ դրա հետևանքը ինչպիսին է։ Եթե փոքր ռեսուրսներ լինեն, իհարկե իրանք ամեն գնով դա կփորձեն անել։ Եթե դա իրենք հասկանան, որ կբերի, ասենք վերցնում են Գյումրին, բայց կորցնում են շատ ավելի մեծ բաներ հասարակության շրջանում, ապա կարող է եւ այսպես ժողովրդական լեզվով ասած յանտան կամ ժամանակավորապես յանտան, օրինակ հիշում եք ուրեմն Բալասանյանի հետ կապված ինչ որ ժամանակավորապես այո, բայց դա չնշանակեց, որ հետո իրենք չանդրադարձան այդ հարցին։ Քաղաքականության մեջ ստատիկ իրավիճակներ չկան։ Քաղաքականությունը ոնց որ հոսող գետ լինի։ Ինքը մշտապես հոսելով ստեղծում են նոր կոմբինացիաներ եւ եւ բոլոր կողմերը խաղում են ըստ նոր կոմբինացիաների։ Դուք նշում եք նաև, որ առևտուր է տեղի ունենում եւ Սերժ Սարգսյանն էլ է փաստացի այդ առևտրին մասնակից, այ երրորդ նախագահը ինչ է փորձում այս առևտրից շահել նրա առավելագույնը, որը կարող է։ Դե ես ոնց հասկանում եմ, Մարտունին խաղի մեջ մտցնելու հիմնական, այսպես ասած, ֆիգուրը հենց Սերժն է եւ դրանով է պայմանավորված, որ ինքը փորձում է հետ չմնալ առևտրից եւ իր փայը ստանալ։ Հավանաբար իր համար սա կլինի, գիտեք, իր առևտրի հիմնական նպատակը ոնց որ այս վերջի շրջանում, վերջի տարիներին քրեական գործերից պրծնելն է, առավել եւս սրանից առաջ իր վրա նոր գործ հարուցվեց, նոր մեղադրանք առաջադրվեց։ Ստեղծում այս կոմբինացիա, որպեսզի պրծնես քրեական գործերից, բայց դա ներկայացնում ես որպես ժողովրդի փրկության ինչ-որ սցենար։ Այսինքն պարոն Կիվիրյան, հնարավոր սցենարներից մեկն էլ կարող է այն լինել, որ Սերժ Սարգսյանը թույլ չտա ընդդիմության համախմբումը եւ այսպես ԿՊ-ի տեխնացում դառնա քաղաքապետ, ինչի դիմաց էլ իր դեմ հարուցված գործերը կկարճվեն, ճիշտ եմ հասկանում։ Դե գիտեք, անցած անգամ հիշում եք, երկար տևած իր քրեական գործերից մեկով
ինքը արդարացվեց։ Հենց այն ժամանակ, հենց որ տեղի ունենում ժողովրդի բողոքի ակցիաներ, դու այդ ակցիաները հանգիստ, այսպես ասած, ջրվեցին գնացին։ Նման բան քաղաքականության մեջ դա ընդունված մոդելներ են, հասկանում եք։ Եվ այսօրվա դրությամբ նայեք, եթե մտածեն ժողովրդի մասին, ապա արդեն իսկ Մարտուն Գրիգորյանը պետք է հայտարարած լիներ, չէ, իր քայլերի մասին։ Ձգձգում է, բարձ չի որ գնում է առևտուր, ստվերային գործընթացներ են տեղի ունենում։ Այսինքն ազգափրկչության մասին որպես այդպիսին օրակարգ երբեք չի եղել ու չկա։ Հենց դա սրավակայությունն է։ Ցանկացած տրամաբանող մարդ սա հասկանում է ու կապ չունի վաղը ինքն այսօր ինքը ինչ կհայտարարի, կմիանա։ Անկամ եթե միանա։ Արդեն երևում է, որ այս օրերը այս ձգձգումը պայմանավորված է զուտ քաղաքական առևտրով, որը գնում է այսպես բազմաբևեռ ձևով Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, այսինքն այս կապակցությամբ ըստ արդյունքների կհրապարակվեն։ Նայեք, ընդհանրապես քաղաքականությունը դա բեմերում չի լուծվում այդ հարցերը։ Դեռ սրանից 150 տարի առաջ Անգլիայի վարչապետ ուրեմն Դիզրայելին Լորդ Բեկոնսֆիլդը ասել է, որ քաղաքականությունը որոշվում է կուլիսների հետևում, ոչ թե բեմում։ Ով սա չի հասկանում, դա իր խնդիրն է, ուրեմն տրամաբանության հետ աղերս ունի։ Պարոն Կիվիրյան, Գյումրիում վարչական ռեսուրսի եւ ռեպրեսիաների կիրառման արդյունքում իշխանական տեխնացուին հաջողվեց ստանալ ձայների 36%-ը։ Ձեր դիտարկմամբ այս իրողությունը ինչի մասին է վկայում եւ սրանից ինչ հետեւություններ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, առնվազն իրական ընդդիմադիրները։ Որ Նիկոլ Փաշինյանը իր համար արդյունք ապահովելու համար ոչինչից չի խորշի։ Այն ինչի մասին ես 2018 թվականից սկսած մշտապես ասել եմ, որ հենց որ իրանք տեսնեն, որ չեն կարողանում հասարակությանը մոլորեցնել լայն շերտերին, իրանք ընդունակ են դիմել ցանկացած քայլի, լինի դա ուրեմն ռեպրեսիվ միջոցները, լինի դա վարչական ռեսուրսի օգտագործումը, ընտրատեղամասերի հոսանքազրկումը, ամեն ինչ, հասկանում եք։ Սա Հայաստանում անկախությունից ի վեր ձևավորված բարի ավանդույթ է եւ այնպես չի որ Նիկոլ Փաշինյանը երազում է խախտել այդ բարի ավանդույթը։ Բայց հայտարարումը ընտրակեղծիքների էջով փակված է անշրջելիորեն։ Նայեք, քանի պոպուլիզմով ինքը կարողանում է ցայն հավաքել, ինքը նման հայտարարություն կանի։ Դրանից հետո էլի կփորձի մոլորեցնել ժողովրդին, բայց պարզ է, որ դրանից հետո բոլորին պարզ կլինի, որ ձայները հավաքվել են ոչ թե պոպուլիզմով, այլ ձևերով։ Իսկ օրինակ 2021 թվականի ընտրություններին ազգային ժողովի, ինչա վարչական ռեսուրսը չի աշխատել։ Իհարկե աշխատել է։ Ով քիչ թե շատ առնչվել է գործընթացների հետ, հոյակապ դա տեսել է, որ վարչական ռեսուրսը ինչպես միշտ աշխատել է։ Հիմա վարչական նայեք, պոպուլիզմը եթե կարողանում ես պոպուլիզմով, ինքը կհավաքի պոպուլիզմը, վարչական ռեսուրս, դա էլ չօգնի, կդիմի շատ ավելի ծայրահեղ եւ կոր ձևերի։ Բայց անգամ այսքանի հետ մեկտեղ 36% ստացան, այստեղ չցանկացան, թե չկարողացան ավելի շատ ձայներ ստանալ, որ իրենց տեխնացուին կարգեն քաղաքավետ։ Պրոցեսն է, էլի։ Եթե սա լիներ իր ճակատագիրը, հավանաբար ինքը կդիմեր, որ ավելին ստանար, բայց Գյումրիով ավելին շատ ավելի կզռար, չէ։ Ակնհայտ էր, որ ընդդիմադիրները ակնհայտորեն կզռար, իսկ իրան Գյումրիով պատրաստ չեն, ասենք այս կամ այն քաղաքի ճակատագրի հետ կապված, պատրաստ չեն, այսպես ասած, բացել իրանց իրական դեմքը։ Դա կարող են դա անել, եթե խոսքը գնում է համապետական ընտրությունների մասին, որտեղ որոշվելու է իրենց ճակատագիրը։ Այս ընտրություններից հետո նաև շատ է հնչում այն տեսակետը, որ ընտրությունների ճանապարհով հնարավոր է իշխանափոխության հասնել։ Անձամբ որքանով է կիսում այս տեսակետը եւ որքանով է տեղին թիմ ընտրությունները համապետական ընտրությունների հետ նույն մակարդակում դիտարկել է։ Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր երբեք ընդդիմությունը չի կարողացել ընտրություններով վերցնել իշխանություն։ Անկամ նույն Նիկոլ Փաշինյանը ինքը մեծամասնություն հավաքեց առաջին եւ երկրորդ անգամ, երբ արդեն իշխանություններ, հաստացի իշխանություններ, ոչ թե ընդդիմություններ, որպես ընդդիմություն իրանք են դաշինքով, ելք դաշինքով 7% են հավաքել, ոչ ավել։
ու ընդունում գոհ եւ շնորհակալ են եղել այդ ընտրություններ, չեն էլ բողոքարկել, չէ՞։ Ասենք ժողովրդական ալիք բան, որ հայտարարեն, որ չէ, այդպես չի եղել, տեղի չի ունեցել։ Հիմա նայեք, ես ասել եմ, որ դու կարող ես իշխանություն վերցնել, եթե ընտրությունները գնում ես ընտրությունների եւ ընտրությունները դարձնում ես հեղափոխության։ Զուտ ընտրություններով ես չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունում այս իրավիճակում վաղը կարող է իհարկե ինչ-որ նոր իրավիճակներ Հայաստանի ոնց որ աշխարհում են ստեղծում, բայց այս իրավիճակում ես չեմ հավատում, որ ընտրություններ, զուտ 4 ընտրություններով հնարավոր է վերցնել իշխանություն։ Ես նույն 2021-ի հետ կապված բազմաթիվ անգամ երկար բարակ իմ հարցազրույցները կարող եք անել, բացատրել եմ, հենց որ ես ասում եի գնացեք ընտրություններին, ասում եի, որ դուք կարող եք այդ ընտրություններում հաղթել, եթե ընտրությունները հետո ուրեմն վերաճում են հեղափոխության, ոչ միայն փողոց, ամբողջ հեղափոխական գործընթացներով դու տանում ես ընտրությունները ընդհանրապես քեզ լեգիտիմացնելու միջոց են լինելու։ Միմիայն այդ դեպքում դու կարող ես վերցնել իշխանություն, այլ պարագայում 4 մաքուր ընտրություններով պատկերը մոտավորապես սա կլինի։ Եվ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ պարտվելու դեպքում չի զիջի։ Ես ձեզ մի բան ասեմ, նույն Գյումրիով իրանք դեռ Նիկոլենք իրանց այս 30 քանի 6%-ով այնքան ձևեր ունեն իշխանություն վերցնելու։ Սկսած են հայտնի ոնց որ Երևանում իրականացեցին անասնագողության սցենարից սկսած, ավարտած քրեական գործերով, ավարտված առևտրի արդյունքում այլ կոմբինացիաներով եւ այլն։ Ոնց ամեն դեպքում կհաջողվի Մարսել, եթե նման ճանապարհով շարժվեն, կարծում եք։ Դե գիտեք ոնց է, նայեք, դա կախված է արդյոք կծնվի մի հատ ուժ, որը դրա դեմը կառնի։ Եթե լինի նման ուժ, չեն մարսի, եթե չլինի նման ուժ, ոնց որ ասենք Կիրովականում եւ այլ տեղերում, Վանաձորում եւ այլ տեղերում մարսեցին, իհարկե կմարսեն։ Միջազգային հանրությունն էլ աչք է փակում, կարծես թե։ Չէ, գիտեք ոնց է, գլոբալ առումով հանրությունը առավելագույնը անում է։ Հիմա նայեք, հանրությունը նույն Գյումրիում առավելագույնը արի, չէ՞ միշտ հանրության վրա են գցում, ասում են ժողովուրդն է մեղավոր։ Հիմա ժողովուրդը առավելագույնը արեց, եւ հետո բավականին դարձավ, որ այսպես կոչված ընդդիմադիրները զբաղված են քաղաքական առևտրով եւ իրենց հարցերը լուծելով։ Բոլորի աչքի դեմն է, չէ՞ սա արդեն։ Իհարկե։ Եվ ամեն անգամ հրճակել վաղը նորից կկանգնեն, ասեն դե գիտեք ինչ կա, հանրությունն է մեղավոր։ Իրանք ուզում են զբաղվել քաղաքական առևտրով, իրանք ուզում են առավելագույնը այդ առևտրի մեջ, այսպես ասած, տաքացնել իրենց ձեռքերը, բայց մեղքը հանրությունն է, էլի։ Ես ասում եմ 30 տարվա այս քաղաքական էքսպերիմենտների արդյունքում այս հանրությունը, որ դեռ ձգում է, դա այսպես ասած Աստծո պարգև կա։ Շնորհակալ պետք է լինենք։ Պարոն Կիվիրյան, ընտրությունների գիշերը Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո ԿՊԱ-ական падգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր դրեց իր մանդատը եւ այս կապակցությամբ կարծիքներ են հնչում, որ ԿՊ-ում նրան չներեցին իր այն բացահայտումը, որ 26 թվականին Հայաստանում իշխանափոխություն է լինելու, որ նա բացահայտեց այս ամենը։ Դուք որքանով եք համամիտ այս տեսակետի հետ, թե օրինակ հերթական անգամ ցանկալին փորձում են իրականության տակ մատուցել։ Բացարձակ համամիտ չեմ, առավել եւս այդ տեսագրությունը, որ նայեք, բառացի կտեսնեք, որ ինքը ապրիորի ձևով է դա ներկայացում այդ 26-ը, տիպը լավ։ Գուցե կպարտվենք։ Հա, ասենք թե հետո ինքը մոտավորապես տենց ասում։ Ես իմ կարծիքս հայտնել եմ, ես գտնում եմ, որ Վիլոյին պատժեցին նրա համար, որ ինքը պաշտպանեց Աղազարյան Հովիկին։ Չկարողացան դա ներել։ Դե ոչ թե չկարողացան, դա պարզեր, որ իրեն չեն ներվելու։ Եթե Աղազարյան Հովիկին չներվեց հրաժարական, ուրեմն չտալը հրաժարական չտալը եւ այսօր ինքը անցնում է քրեական գործով, պարզ է, որ իրեն պաշտպանողներին դա չէր ներվելու։ Եվ իմ պատկերացմամբ սա ընդհանուր համատեղ օպերացիա էր Վիլոյին պատժելու այդ Հովիկ Աղազարյանին նայեք, ուրիշ հարց, որ դու կարող էին կաբինետների ներսում ինչ-որ կարծիք հայտնել եւ դա մասվեր, բայց հենց որ հրապարակային կայնում ազգային ժողովում այսպես ասած, ոչ միայն պաշտպանում են Աղազարյան Հովիկին, այլ փաստացի փչացնում են, այսպես ասած, Աղազարյան Հովիկի դեմ գործ սարքողներին, դա պարզ է, որ իրեն չեր ներվելու։ Բայց նաև նույն Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել իշխող կուսակցության վարչության անդամի ընտրություններին եւ իր տեխնացությունը առաջադրել։ Սրանով նա ինչ ուղերձ էր փոխանցում Նիկոլ Փաշինյանին։ Ինքը գիտեք ոնց է, ինքը այդ կուսակցության հիմնադիրներից մեկն է, ունի այդ կուսակցության վրա
ամյակ ոչ պակաս քան Նիկոլ Փաշինյանը, այս կապակցությամբ ինքը ակնհայտորեն չի ցանկանում լքել այդ կուսակցությունը։ Հասկացում եմ, որ չի դավաճանելու անգամ սրանից հետո։ Չէ, չդավաճանելու խնդիրը չի այստեղ։ Ցույց է տալիս, որ այդ կուսակցությունը ինչքան Նիկոլ Փաշինյանին է, այնքանը նաև իրենն է։ Պարոն Կիվիրյան, անդրադառնանք նաև Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին։ Վերջին օրերին տեսնում ենք, որ Ադրբեջանը ակնհայտորեն սրում է իրավիճակը։ Պաշտպանության նախարարությունն էլ ի վերջո ստիպված եղավ խոստովանել, որ կրակոցները արդեն Հայաստանի տարածքի վրա են։ Ձեր դիտարկմամբ ինչ խնդիր է այս ճանապարհով լուծում Ադրբեջանը եւ այս պահին որքանով եք բարձր գնահատում նոր էսկալացիայի վտանգը։ Նայեք, Ադրբեջանը լուծում է խաղաղության պայմանագիր չստորագրելու խնդիրը։ Այն ինչի մասին ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Ադրբեջանը այս փուլում որևէ ցանկություն չունի ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Վաղը կարող է իրավիճակը փոխվել, բայց դա արդեն վաղվա խնդիր է, հարցն է։ Իսկ այս փուլում ինքը նման որևէ ցանկություն, իրեն ոչ խաղաղություն է պետք, ոչ էլ խաղաղության պայմանագիր է պետք, հասկանում եք։ Դա պետք է Նիկոլ Փաշինյանի, որ ամեն գնով փորձի 2026-ին այդ թուղթը տապալելով Պողոսյան, այսպես ասած, դեմքին փորձի վերընտրվել։ Այս կապակցությամբ Ադրբեջանը դիմում է ցանկացած քայլերի, որպեսզի այդ ստորագրումը որպես այդպեսին տեղի չունենա։ Դրանով է պայմանավորված սահմանային իրավիճակը, թե իսկ մեծ էսկալացիան կախված է տարածաշրջանային զարգացումներից, այդ հարցին է ձեր պես չպատասխանեմ, մասնավորապես թե ինչով կավարտվի ԱՄՆ-Իրան քաղաքական առևտուրը։ Այն ինչ որ հիմա տեղի է ունենում, գաղտնի քաղաքական առևտուր։ Եվ նաև Իրանի դեմ հարձակման ֆոնին են նշում, որ Ադրբեջանը արդեն Հայաստանի դեմ կանցնի այս պահին նման տեսնում եք, եթե ուղղակի հարվածներ լինեն Իրանին, կարող է եւ չհանդգնի, բայց եթե լայնածավալ գործընթացներ լինեն, ԱՄՆ-ն կարող է Ադրբեջանի հետ պայմանավորվի հյուսիսից, այսպես ասած, Իրանը վերցնել վերահսկողության տակ, իսկ դա նշանակում է, որ կտրել նաև Հայաստանից։ Եվ երեք նաև Սպիտակ տան խոսնակը հայտարարեց, որ Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտության երկու կողմերից էլ, արդյոք սա նշանակում է, որ տեսանելի ապագայում պատերազմը չի դադարեցվի եւ նման սցենարը ինչպես կարող է Հայաստանի վրա ազդել։ Նայեք, ուրեմն դեռ մի քանի անգամ հավանաբար գող կլինի, դժգող կլինի, տեղի ունենում քաղաքական գործընթացներ։ Այնտեղ է առևտուր։ Չէ, առևտուրը, գործընթացները, բանակցությունները, այստեղ ես բազմաթիվ անգամ բացատրել եմ ԱՄՆ-ի, այսպես ասած, խնդիրը Ուկրաինան չի, ԱՄՆ-ի խնդիրը փորձել Ռուսաստանին պոկել Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ ամենակարևորը Չինաստանից։ Եվ դրանով է պայմանավորված այս գործընթացները, իսկ որպեսզի պատերազմը դադարի, պետք է, այսպես ասած, կողմերը գոնե ինչ որ գծի հանգեն, այս պահին իրանք այդ գծի չեն էլ հանգել։ Այսինքն Ռուսաստանը պատրաստ չէ որևէ բան զիջել, այն ինչ իր սկզբնական հայտարարածից։ Ռուսաստանը վստահ է, որ իր այս պահին սառեցումը ոնց որ անցյալում կբերի, որ ուկրաինական կողմը այսպես այդ ժամանակը կօգտագործի հզորանալու համար։ Դրա համար ինքը փորձում է պոկել այնպիսի կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որը Ուկրաինային էլ թույլ չի տա ոտքի կանգնել։ Մոտավորապես այն նույնը, ինչ որ Ադրբեջանը փորձում է անել, ասենք Հայաստանի հետ։ Ադրբեջանի նպատակն էլ ո՞րն է, Հայաստանին հասցնել այն օրին, որ հայկական հայությունը, Հայաստանի Հանրապետությունը էլ երբևիցե չկարողանա ոտքի կանգնել եւ սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի համար։ Գիտեք, բոլոր երկրներն էլ նման, ասենք, ստրատեգիա ունեն։ Իրենք օրինակ այդ սխալը արեց 94 թվականին Հայաստանը եւ այսօր վայելում է ողջ ծավալով դրա հետևանքները։ Օրինակ Սիրիայում Իսրայելը ստացավ հարմար պահը եւ ամբողջ Սիրիայի ռազմական, այսպես ասած, ներուժը հավասարեցեց հողին, չէ՞, ընդամենը մի ամսվա ընթացքում։ Իսկ 94-ին Հայաստանը այլ ճանապարհով շարժվելու հնարավորություն ուներ։ Գիտեք ոնց է, ինչքան էլ բարդ լիներ, ավելի լավ է ինքը պետք է փորձեր այլ ճանապարհով շարժվել, հասկանալով, որ այդ ժամանակահատվածը Ադրբեջանը օգտագործելու է ի օգուտ իրեն։ Այ Հայաստանի սխալը փորձում է Ադրբեջանը չկրկնել։ Դրանով է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը եւ ագրեսիվ պահվածքի շարունակությունը։ Եվ ռուս-ամերիկյան հարաբերությունների եւ հակամարտության ձգձգումը արդեն ինչպես կազդի Հայաստանի վրա։ Նայեք, գլոբալ առումով իրենց բանակցությունները ուղղված են այլ տարածաշրջանների վրա։ Վերջում, եթե այդ բանակցությունները պսակվեն ինչ-որ արդյունքով, մի շարք տարածաշրջաններ կարող է ուղղակի այսպես կուտեղի վրա հանձնեն։
Այսօրվա դրությամբ ոչ թե ավելի շատ ռուս-ամերիկյան հարաբերություններից է կախված Հայաստանի ճակատագիրը, այլ Իրան-ԱՄՆ այս բանակցություններից է կախված։ Հնարավոր առճակատումից։ Իհարկե, այս փուլում ավելի շատ դրանից է կախված Հայաստանի ճակատագիրը։ Եվ դուք նշեցիք, որ Ադրբեջանը չի ամեն ինչ անում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դա պետք է արդեն ընտրություններից առաջ հանրությանը ցույց տալու ինչ որ բան ունենալու համար։ Այ եթե արդեն ընտրություններից առաջ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացած լինի, Ադրբեջանը կտա նրան այդ հաղթաթուղթը։ Նայեք, այսօրվա դրությամբ ես սրա մասին մի շարք անգամ խոսացել, բացատրել եմ։ Հայաստանում իշխանությունը ինչ որ առումով ձևավորվում է Բաքվում, այսինքն Բաքվի վարած քաղաքականությունից է կախված, թե Հայաստանում ինչպիսի իշխանություն կլինի։ Օրինակ նայեք, ես ձեզ մի օրինակ բերեմ, որ այդ օրինակը մի քանի անգամ բերել եմ, ուղղակի շատ դիպուկ է, մի անգամ էլ բերեմ, որ պարզ լինի։ Պատկերացրեք, որ Բաքվին պետք չլինի, որպեսզի Նիկոլը այստեղ չլինի իշխանության։ Բավարար է, որ ինքը հայտարարի գերտերություններին, որ Նիկոլի հետ որևէ բանակցություն չի վարելու, եւ հավատացեք, որ գերտերությունները հաշված օրերի ընթացքում կստիպեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ, որպեսզի այստեղ չստեղծվի լարվածության հերթական օջախ իրանց համար անիմաստ։ Իրանց համար օջախը լարվածության իմաստուն է, որ իրանք են, այսպես ասած, իրանց է պետք, ոչ թե այլ հանգամանքներով է պայմանավորված։ Նայեք, նույն խաղաղության պայմանագրի առումով, ասենք կստորագրի, չի ստորագրի, պարզ է, որ նայեք, եթե ինքը ռևերս է անում խաղաղության, չէ, Նիկոլ Փաշինյանը դա կարողանում է ներսում օգտագործել հասարակությանը մոտեցնել։ Իհարկե, այսինքն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հռչակելով, որ ինքը ստեղծում է ինքնիշխան Հայաստան, չէ, ինքը իրականության մեջ Հայաստանը դարձեց Ադրբեջանից կախված մի, այսպես ասած, միավորում։ Հայաստանը ինքը իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը իբր անկախանալով Ռուսաստանից վերածվում է Ադրբեջանի սատրապի, պրոտեկտորատի։ Հասկանում եք, սա իր արած քաղաքականության արդյունքն է, որը մենք ակնառու կերպով տեսնում ենք, եւ Ադրբեջանը այս քաղաքականությունից էլ որևէ առումով կփորձի չհրաժարվել, այսինքն ինքը այս քաղաքականությունը վարի։ Դա դարեր, հազարամյակներ շարունակ այս մոդելը եղել է, նայեք, այսինքն եթե դուք հայ ժողովրդի պատմությունը լավ եք կարդացել, Հայաստանի ճակատագիրը որոշվում էր Հռոմում, Տիզբոնում, Բյուզանդիայում, հիմա, եթե ասենք առաջ այլ տեղերում էր որոշում, հիմա դուք պատկերացեք Նիկոլ Փաշինյանը այնքան է իջացրել Հայաստանի կշիռը, այնքան է իջացրել Հայաստանի ռեսուրսները, այնքան է մսխել պետականությունը, այն կարգի է թուլացրել պետությունը, որ վերածվել են, այսպես ասած, Բաքվի կցորդի։ Եվ ինքը փորձում է Պողոսությանը հրանց, որ գիտեք, մենք ինքնիշխան երկիր ենք ստեղծում, անկախ երկիր ենք ստեղծում, երբեք այսպեսին չենք եղել, այո, երբեք Բաքվից կախված չենք եղել։ Առաջի ինքը այդ մասն է ճիշտ, որ երբեք Բաքվից իսկ առաջի անգամ Բաքվից ենք կախված։ Հաջորդ անգամ ոչ թե կարող է Բաքվից կախված լինի, այլ ասենք խոսքի օրինակ այնտեղ Ադրբեջանի ինչ որ շրջանի ղեկավարից արդեն կախված լինեն, հասկանում եք, եթե ինքը շարունակի վարել այսպիսի քաղաքականություն։ Եվ պարոն Կիվիրյան, նույնիսկ խաղաղության պայմանագրի համատեքստում իշխանական որոշ փորձագետներ հայտարարում են, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշում կա եւ հենց Թուրքիան է պարտադրում Ադրբեջանին, որպեսզի այդ փաստաթուղթը հնարավորինս շուտ ստորագրվի։ Որքանով եք կիսում այս տեսակետը, կարող է Թուրքիան Հայաստանի համար ճնշել Ադրբեջանին։ Իհարկե ոչ։ Ինչին է իրան պետք հանուն Հայաստանի ճնշել, այսպես ասած, մի պետության, որը իրանք հռչակել են, այսպես ասած, երկու պետություն, մեկ ազգ մոդելը։ Ամբողջ այս քաղաքականությունը իրանք գործել են համատեղ։ Թուրքիան արել է այն, ինչ որ իրեն պարտադրել է Ադրբեջանը։ Նույն այն 90-ականներին փակել է սահմանը, մինչ օրս չի բացում սահմանը։ Անկամ Սերժ Սարգսյանի այդ ֆուտբոլային դիվանագիտությունը արդյունքում չբացեց, հենց որ հայկական կողմը պատրաստ էր ամեն ինչի կարելի ասել։ Անկամ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությամբ պատրաստ էր հարցականի տակ դնել ցեղասպանությունը, որտեղ դա է նշանակում։
Դա ինչ ցույց տվեց, որ Ադրբեջանը հակառակը ունի այն բոլոր լծակները, որպիսի Թուրքիան վարի այն քաղաքականությունը, որը վարում է։ Այս պարագայում, այսպես ասած, միմիայն մանկամիտը կարող է պատկերացնել, թե Թուրքիան հանուն Հայաստանի ճնշում է գործադրում Բաքվի վրա։ Եվ ցանկության դեպքում մեկ հեռախոսազանգի միջոցով Թուրքիան դա կարող է պարտադրել Ադրբեջանին։ Նայեք, խնդիրը որն է, ասում եմ, դա իշխանական արևմտամետ ինչ որ զանգվածի մանկամտության սառացանքի արդյունքն է, նման հայտարարությունները, որ Թուրքիան նման քաղաքական։ Դա դեք մարդիկ ստեղծում են իրանց ուղեղում ֆանտազիաներ եւ փորձում են այդ ֆանտազիաները հրամցնել ինչ որ անգրագետ զանգվածի վրա։ Իսկ հավատում են իրենց ասածին, թե կդժվարանաք նշել։ Դե գիտեք ոնց է, մի մասը ուղղակի փող է աշխատում, բայց մեջները կլինեն ինչ որ, գիտեք, կատարյալ, այսպես ասած, ուղեղի հետ խնդիրներ ունեցող, որ նաև կարող է եւ հավատան։ Պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Կհանդիպենք։